Պարոն Խաչիկյան, Իլհամ Ալիևը ելույթ ունենալով Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառմանը հայտարարել է, որ պատմական քարտեզների վրա Սևան անվանումով լիճ գոյություն չունի, այն նշված է որպես Գյոյչա։ Այս հայտարարությունը սպառնալիք է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Օրինակ Նիկոլ Փաշինյանը ավելի շատ սոցիալ-հոգեբանական բաղադրիչ է տեսնում, իսկ Ալեն Սիմոնյանն էլ համարում է, որ դա ներքին լսարանի համար արվող հայտարարություն է։ Դուք ինչպես եք սա որակում։ Դուք ո՞նց եք կարծում, եթե այս ղեկավարը մեր հարևան երկրի իսկապես ուզենար մեր հետ խաղաղություն հաստատեր, նա այսպիսի բան կասեր, երբ որ իր միլիմեջլիսում ասում է, որ ամբողջ Կովկասը դա պետք է լինի Ադրբեջանի եւ Թուրքիայի տիրապետության վայր, որտեղ հայերին հետ են բերել ռուսները եւ ռուսներին պետք է դուրս հանել այստեղից, որտեղ Ադրբեջանում տեղի գոյություն ունի արևմտյան Ադրբեջանի ադրբեջանցիների, այսինքն Հայաստանում ապրող ադրբեջանցիների մի կազմակերպություն։ Դուք ո՞նց եք կարծում, եթե նրանք ուզենային խաղաղություն հաստատել, այլևս որևէ պլաններ չունենային մեր նկատմամբ, նրանք այսպիսի բան կասեին, երբ որ այս խումբը մեզ էլի խաբում է, ասում է, որ սա Զանգեզուրի միջանցք չի, բայց վերջերս էլի Թուրքիայի դեսպանը Ադրբեջանում ասեց, որ սա Զանգեզուրի միջանցք է։ Դուք հասկանում եք, այս խումբը վերցրել է մի ձև, նոր ձև երկրի ղեկավարելու, ամեն հարցով ասել ճիշտ հակառակը։ Երբ որ նրանք հանձնեցին Ղարաբաղը, ասեցին մենք չենք հանձնել, նախկիններն են հանձնել, մեր մեղքը չի։ Երբ որ պարտվեցին պատերազմում, ասեցին մեր մեղքը չի, նախկիններն են պարտվել, նրանք զենք չեն մատակարարել բանակին։ Երբ որ իրանցում հանձնեցին, ասեցին իրանց էլ կհանձնենք խաղաղ կապրենք, Ղարաբաղը կհանձնենք խաղաղ կապրենք, էդ էլ չեղավ։ Հետո ասեցին մեղրին չենք հանձնել, բայց ամբողջ աշխարհը ասում է արդեն Հայաստան չի։ Այս հարցով էլ մեզ խաբեցին։ Հիմա ասում են, դե հիմա վաղը ասենք, որ Սևանը նույնպես Սևանի հետ հարցեր առաջանան, որ Ալիևը ասում է ադրբեջանական անուններ է։ Նա երևի հենց է, հա դա անում։ Այդ մարդը մեր հարևան երկրի ղեկավարը հենց ոչինչ չի ասում։ Նա որ ասում է, այդպես էլ լինում է։ Նա շատ ավելի ճշմարիտ մարդ է, քան մեր այս քարոզչական խումբը, որի անունները խնդրում եմ իմ մոտ մի տվեք, իմ ներվերը չի երեկում։ Այսինքն ամեն հարցում մեզ խաբեցին, հիմա էլ տեսակ, այսքան բան զիջեցին, նրանք էլի ասում են Սևանը պատմական անունը Գյոյչա է։ Հիշում եք մեզ որ ասում են Ղարաբաղի դրոշը մի կախեք եւ այսինքն այն կողմից որևէ ցանկություն մեզ հարգել, հաշտվել, այլևս որևէ հարցեր չառաջանան մեր տարածքի վերաբերյալ այդպիսի բան չկա։ Եթե մենք Ղարաբաղը կորցրելուց հետո, որ ասում են Ղարաբաղը հանձնենք, լավ կլինի, Իրանցը հանձնելուց հետո, մեղրին հանձնելուց հետո, ամեն անգամ մեզ ասում են, դե հանձնենք ու ամեն ինչ, ու վերջ։ Ու այդքան բանից հետո հիմա էլ ասում է Սևան, ու մենք էլի չենք հասկանում հաջորդ քայլը ինչ ա լինելու իրենց կողմից, ուրեմն մենք արժանի ենք, որ Սևանը մեծ ձեռից վերցնեն։ Արժանի ենք, եթե այսքան բանից հետո մենք էլի չենք հասկանում, ու մենք էլի հանդուրժում ենք, որ այս քարոզիչների խումբը անընդհատ մի բան անի ու ճիշտ հակառակը ասի, ու մեր ժողովուրդը թմրացնի, ու մենք դա չենք հասկանում, ուրեմն մենք արժանի չենք Սևան ունենալ։ Վերլուծական շրջանակներում կա կարծիք, որ Փաշինյանի վերարտադրվելը ձեռնտու է Ալիևին, եւ հաճախ է ասվում, որ Փաշինյանն ընտրություններում փորձելու է հաջողության հասնել խաղաղության օրակարգով։ Այդ դեպքում ինչու է Ալիևը օգտագործում Զանգեզուրի միջանցք անունը, Սևանն է ուրիշ անունով կոչում, դրանով կասկածի տակ դնելով խաղաղությունը։ Որովհետեւ նա իրան չի հարգում։ Նա իրան չի հարգում անգամ այն աստիճան, որ անգամ չի ուզում մի քիչ սպասի, հետո ճշմարտությունը ասի։ Նա ավելի ճշմարիտ է իր ժողովրդի հետ եւ ամբողջ աշխարհի հետ։ Նա ասում է ոնց որ կա։ Նա ուժեղ է եւ նա այս ուրիշ տղուն, ոնց որ Տրամպերյան անվանեց, նա իրան չի հարգում։ Եթե նա հարգեր, գոնե կսպասեր մի քիչ, հետո կսկսեր այս ամեն ինչը։ Նա ճշմարիտ ամեն ինչ ասում է, Ղարաբաղը մերը պետք է լինի ու ստացավ, Թավուշի գյուղերը մերը պետք է լինի, հետո ասեց ամեն ինչ Հայաստանը կատարելու է ոնց որ ես ասեցի, ու տենց էլ կա։ Հիմա էլ ասեց Զանգեզուրը մերը պետք է լինի, Զանգեզուրի միջանցքը մերը պետք է լինի ու ստացավ, էդ էլ ստացավ։ Տվեցին Ամերիկային, Ամերիկան էլ հիմա թուրքերի եւ Իսրայելի ղեկավարության լոբիի հետ ադրբեջանցիների պայմանավորվել է եւ այնտեղ մի մեծ մասը պատկանալու է Ադրբեջանին եւ Թուրքիային, ոչ մի կասկած չկա։ Եվ դրանից հետո Սյունիքը կամաց տնտեսապես կվերցնեն իրանց ձեռքը։